Բարի երեկո, Բանուգործ հաղորդումը ողջունում է իր գործազուրկ և գործատու հեռուստադիտողներին։ Մենք փորձենք ստեղծել առողջ համագործակցության կապ ձեր միջև։ Մեր հաղորդման մասնակիցը դառնալու համար զանգահարեք 060 50 33 17 հեռախոսահամարով և մենք կօգնենք ձեզ գտնել ձեր բանուգործը։ Մենք էկրանին և դիտենք մեր հերոսուհու մասին պատմող տեսանյութը։ Մեր այսօրվա հերոսուհին փորձել է իր ուժերն ամենատարբեր բնագավառներում։ Մասնակցել եմ երգի եմ գնացել, բալետի եմ գնացել, լողի եմ գնացել, դաշնամուրի եմ գնացել։ Առաջնային զբաղմունքը Լիաննայի կյանքում նկարչությունն էր։ Զբաղվել եմ նկարչությամբ, սիրել եմ նկարել, բայց չեմ մտածել, որ կարող ասենք, երբ մեծանամ, ինչ-որ շարունակական բնույթ կրի նկարչությունը, որովհետև երբեք մտքովս չի անցել, որ կարողա ես նկարչությամբ զբաղվեմ։ Ունենալով ձեռքի շնորհք, Լիաննան հաճախել է նաև սեղանի ձևավորման մի քանի դասընթացների։ Բացի այդ, Լիաննան 2013 թվականի հրապարակի տոնածառների խաղալիքների հեղինակն է։ Ֆիրմաների մեջ մրցույթ է կազմակերպված, որ պետք է ընտրվեն, թե ով լավագույն խաղալիքը կներկայացնի, որ կախվելու է հրապարակի մայր տոնածառի վրա։ Փորձեցի ես էլ այդ ժամանակ մասնակցեմ այդ մրցույթին, որտեղ արդեն ես զբաղվում էի դիզայներությամբ, ես էլ տարա իմ խաղալիքները, իմ ձեռքով պատրաստած խաղալիքները, որոնք որ իմ տոնածառի անցյալ տարվա խաղալիքներն էին եղել, այսինքն 12 թվի իմ խաղալիքները ես ներկայացնում եմ 13 թվին։ Տարա մրցույթը անցկացվեց ու պարզվեց, որ իմ խաղալիքներն են շահել։ Մեր այսօրվա հերոսուհին ունի քաղաքապետի շնորհակալագիր, ժողվարպետի կոչում, ինչպես նաև մասնակցել է գործարար հայուհի ցուցահանդեսին։ Շատ տարբեր տեղեր եմ մասնակցել ցուցահանդեսների, ունեմ նաև ժողվարպետի կոչում, մասնակցել եմ գործարար հայուհի ցուցահանդեսին քաղաքապետարանում կազմակերպվելիք, որը որ 2-3 տարի անընդմեջ մասնակցել եմ նույն ցուցահանդեսին։ Այսօր մեր տաղավարում են գտնվում դիզայներ Կոսմոպոլիտան Հայաստան ամսագրի գեղեցկության բաժնի խմբագիր Սիրարփի Ադամյանը, որը կփորձի մասնագիտական ճիշտ խորհուրդներ տալ դիզայներ Լիաննային, և հոգեբան Իրինա Ծատուրյանը, որը կբացահայտի նրա մարդկային հատկանիշները։ Իդեպ տեղեկացնեմ, որ Լիաննան լրացրել է հոգեբանական տեստը, որի արդյունքները ներկայացնում եմ ձեզ։ Սիրարփի, դիզայներ դառնալու համար անհրաժեշտ է սովորել ինչ-որ մասնագիտություն, ձեռք բերել, թե եթե ձեռքի շնորհք ունես, դու կարող ես հավակնել դիզայների աշխատանքի։ Այս հարցը հատկապես երևի Հայաստանում, որովհետև բնագավառը երիտասարդ է, նոր է զարգանում եւ այլն, անընդհատ շոշափվում է եւ ես սկսել եմ ավելի ու ավելի հաճախ բերել այդ համեմատությունը։ Նոյի տապանը կառուցեց սիրող, իսկ Տիտանիկը պրոֆեսիոնալներ։ Այնպես որ մոտեցումը կարող է շատ հակադարձ լինել, այսպես ասեմ։ Կարող ես ոչ միտեղ ոչինչ չսովորել, բայց ունենալ շատ լավ աչք եւ հմուտ ձեռքեր։ Ու ամեն ինչի հասնել ինքնուրույն։ Կտևի իհարկե ավելի երկար, քան եթե քեզ ինչ-որ մեկը ուղղորդի, որևէ պրոֆեսիոնալ մասնագետ, բայց եթե հասնելու ես, անպայման կհասնես։ Կարելի է ասել, որ դիզայներ հասկացողությունը ունիվերսալ է, այսինքն եթե դուք հագուստի դիզայներ եք, ապա կլինեք նաև դիզայներ օծանելիքի կամ։ Գուցե ես սխալվեմ, բայց ինձ թվում է, որ այո, ունիվերսալ է, որովհետև ինձ համար դիզայնը առաջին հերթին ճաշակի զգացողություն է։ Եթե դու ունես ճաշակ, դու կարող ես եւ համեղ ուտելիքներ պատրաստել, եւ կարել գեղեցիկ նրբաճաշակ հագուստ եւ պատրաստել հետաքրքիր ու աչքին հաճո իրեր, ամեն ինչ արդեն կախված է նրանից, թե ինչ ես դու սիրում կոնկրետ անել։ Մեր այսօրվա հերոսուհին մասնակցել է գեղեցկության մրցույթներին, բայց իր պնդմամբ դա իրան ոչ մի բան չի տվել, բացի հաճույքից հաղթող ճանաչվելու պարագան։ Սովորաբար, երբ որ մասնակցում են գեղեցկության այդ մրցույթներին, դա դառնում է աշխարհում ոնց է ընդունված, դա դառնում է շատ մեծ գործունեության սկիզբ։ Ասենք թե հետո գեղեցկուհիները ընդգրկվում են եւ հիմա մենք գիտենք, որ գեղեցկուհիների նկատմամբ պահանջները շատ ավելի բարձրացել են, միայն գեղեցիկ արտաքինը չի ոչ պետք է ունենա այդ աղջիկը կամ ասենք թե կինը, հա, եւ դա մի քիչ զարմացնում է, որ մեր հերոսուհին չկարողացավ այդ ստեղծված շանսից, հա, նա չկարողացավ շարունակել դա, չօգտագործել եւ չդնել իր զարգացման, իր աճի, իր ինչ որ գործունեության ոլորտը գտնելու մեջ։ Այդ դա շատ հետաքրքիր է, երբ որ նա գա մենք ես մի հատ իրան անպայման դրա մասին կհարցնեմ։
Լիանան երազել է բժիշկ դառնալ։ Սովորել է եւ դարձել է լրագրող, այսինքն ունի լրագրողի մասնագիտացում։ Բացի դրանից նա զբաղվում է այդ դիզայնի աշխատանքներով։ Շատ չէ մեկ հոգու համար։ Մինչև 23-24 տարեկան օժտված մարդիկ, որոնց մոտ օժտված մարդկանց առաջ գնալ երբեմն լինում է ավելի դժվար, որովհետև իրենց մոտ ամեն ինչը, որ լավ է ստացվում, նա չի կարողանում կողմնորոշվել եւ որոշել, թե որն է իրենը։ Այսօր դիզայների աշխատանքով հնարավոր է բարեկիցիկ կյանք վայելել, այսինքն ստանում է նա բավականաչափ։ Այո, կարծում եմ, որ այո, աշխատավարձ մի փոքր կարծում եմ ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը, որովհետև ամեն ինչ, այդ թվում եւ դիզայների աշխատանքը այսօր պետք է կարողանալ վաճառել։ Եթե դու կարողանում ես վաճառես քո աշխատանքը, արդեն անկեղծ կապ չունի ինչ ես անում։ Եթե մարդը տաղանդավոր է, ունի ձեռքի շնորհք եւ կարողանում է կայանալ այդ ասպարեզներում ոլորտներում, ինչ ճանապարհով նա պետք է գնա։ Դուք որպես մասնագետ դիզայնի, ինչ ուղիներ կարող եք նրան մատնանշել։ Այսօր շատ լավ աշխատում է հայտնի մարդկանց հետ համագործակցելու սկզբունքը։ Այսինքն սկսում ես աշխատել, ծանոթանում ես, մտնում ես շոու բիզնեսի բնագավառի մեջ, սկսում ես աշխատել հայտնի մարդկանց հետ, նրանց համար ինչ-որ բաներ ես անում, սկզբում նվերի ձևով, հետո արդեն եթե քո աշխատանքը իսկապես լավն է, որակյալ է եւ ճաշակով է, հաստատ կունենաս նաեւ պահանջարկ։ Արդեն ընթացքում պետք է կարողանալ հասկանալ, թե որտեղ կուզենան տեսնել քո աշխատանքը։ Ես էլ ինչ եմ ուզում ավելացնել, իսկապես դա շատ պրոֆեսիոնալ է, ասենք թե աշխատանքից եկող, ես էլ իբրև հոգեբան ինչ եմ ուզում ավելացնել, որ մեր երիտասարդությունը ճիշտն ասած մի քիչ համբերություն չունի։ Դա այն ինչը որ դուք ասում եք եւ այն ինչը որ շատ ճիշտ է, այ մեր երիտասարդությունը նաեւ պետք է համբերել իմանա, որ եթե եւ նաեւ գիտեք, որ սկզբունքը անպայման որդեգրի, որ եթե մի դուռը փակ է լինում, կարելի է լուսամուտից մտնել, լուսամուտն է փակ լինում, կարելի է մյուս մի խոսքով, այսինքն բայց անպայման այո, անպայման հասնել դրած նպատակին։ Դա մեկ եւ երկրորդն էլ մի անգամից ես ինչ վարսադրություն չակնկալել, որովհետեւ մի ամեն մեկը չէ, սկզբից ցույց է տալիս իր բարեկամներին, տանը ծնողները, ընկերները, ասում են, այս ինչ գեղեցիկ բան է սարքել, գիտես սա ինչքան կարժենա, այսինքն այդ ենթադրությունների հիման վրա հետո պարզվում է, որ դա արժի, չգիտեմ, ինչ որ հազարներ կամ չգիտեմ, տասնյակ հազարներ եւ հանկարծ նա պետք է դա սկսի նվիրելուց։ Հասկանում եք, այդ բոլոր բաները պետք է մարդ հաշվի առնի, այո, աշխատանքի մեջ սկզբից պետք է ներդրումը կատարվի, չէ, պետք է կատարվի այն մարդու կողմից, որը ուզում է հետագայում այդ աշխատանքը ունենալ, հետո նոր սպասի այդ տոկոսների, այսինքն հետո նոր սպասի վարսադրությանը։ Լիանայի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար նայենք էկրանին։ Լիաննա Մելքոնյան, 34 տարեկան, Մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին շրջանավարտներից է։ Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառման ֆուրշետի ձևավորողն է, ինչպես նաև 2013 թվականի Հանրապետության հրապարակի տոնածառի խաղալիքների հեղինակը։ Ցանկանում է աշխատել որպես դիզայներ։ Ճիշտ եք գտնում իր ցանկությունը։ Գիտեք, ես վերաբերում եմ այն կարգի մարդկանց, որոնք համարում են, որ ընտրության իրավունքը դա մարդու իրավունքն է։ Նա եթե դա է ուզում դառնալ, լինել, թող դառնա, բայց նա արդյոք բոլոր գիտելիքները, հմտությունները, ասենք թե փորձը ունի, թե չունի։ Դա իր գործն է։ Հիմա ժամանակն է անդրադառնալ տեստի, մանավանդ որ նա շատ երկար է լրացվել։ Ինչ են ինչի երկար հուշում արդյունքները հարցերի քննարկենք հետո։ Հա, օրինակի համար այս հարցը շատ հետաքրքիր է։ Աշխատելիս չեմ մտածում էներգիայի մասին։ Այ ես շատ կուզենայի, որ Լիանան բացատրեր նա ինչ ի նկատի ունի, երբ որ նա աշխատում է, չի մտածում էներգիայի մասին։ Իմ ուշադրությունը գրավեց հենց դրա ներքևում գտնված երկընտրանքը հարցերի։ Ուրեմն առաջին տարբերակը հաճույք եմ ստանում, երբ պատմում եմ կամ ցույց տալիս մյուսներին ինչ-որ բաներ, երկրորդ տարբերակը ինձ ավելի հաճելի է, երբ լսում եմ դիմացինից կամ հետևում նրա գործողություններին, բայց Լիանան ավելացրել է երրորդը, ես ինքս ունեմ իմ սեփական եսը։ Մի փոքր համաձայն չեմ իր պատասխանի հետ, այն առումով, որ իրականում սեփական եսը ունեցող մարդը այսքան երկար ժամանակ փնտրտուքների մեջ չէր լինի, սիրելի զբաղմունքի հարցում։ Սովորաբար այն մարդիկ, որոնք այդ եսի մասին խոսում են, հանկարծ Լիանայի մոտ չբերի դա եսակենտրոնության եւ եսասիրության։
այստեղ մի քիչ այստեղ վտանգ կա, երբ որ մարդ ունի այդ սեփական շարունակելով, հա, խոսքը, այդ սեփական եսի խնդիրը։ Իսկ մեր ժամանակն է, մենք Լիանային կանչենք մեզ մոտ։ Լիանա, միացեք մեզ։ Ծանոթացեմ ձեզ, Լիանան 2013 թվականի մեր կենտրոնական տոնածառի խաղալիքների հեղինակն է եղել։ Բացի դրանից նա մասնակցել է պետական ֆուրշետի, որտեղ սեղանն է նախապատրաստել։ Սա իրերն է իր ձեռքով պատրաստած։ Շատ գեղեցիկ է։ Այո։ Երկար ժամանակ է տևում պատրաստելը այդ տեսակ սերվիզը։ Քանի տարի այդ գործով զբաղվում ես։ Ես 8 տարի է ինչ զբաղվում եմ դիզայնով։ Եվ այս տարի որոշել էի, որ պետք է արդեն վերջ տնեմ, քանի որ ոչ մի բան չի լինում։ Դպրոցից հետո դու երկու ընտրությունների առջև էր կանգնած՝ լրագրող կամ բժիշկ։ Ոնց պատահեց, որ ոչ մեկը չընտրեցիք եւ դարձաք դիզայներ։ Աշխատեցի փոքրիկ ինչ-որ խմբագրություններում լրագրության, հասկացա, որ լրագրությունը դա իմս չի։ Ինքը տխուր մասնագիտություն է, ես կենսուրախ մարդ եմ։ Ես չեմ կարող, սիրում եմ ուրախ բաների հետ շփվել։ Բայց ինչ է լրագրությունը տխուր։ Չգիտեմ, ինձ այդպես թվաց։ Կարող էիք մշակութային լրագրությամբ զբաղվել։ Այսինքն կարելի էր մի փոքր համբերել, մի քիչ էլ խորանալ այդ բնագավառի մեջ ու վստահ եմ կգտնեիք, որովհետև ես էլ շատ ուրախ մարդ եմ ու լրագրող եմ աշխատում արդեն թերևս 10 տարի ու իմ կյանքը ուղղակի լի է իրադարձություններով ուրախ ու հետաքրքիր մարդկանցով։ Համամիտ եմ ձեր հետ, հնարավոր է, եթե լիներ ժամանակ սպասելու, ես սպասեի այդ ժամանակ։ Ուղղակի ոչ բախտի բերումով, ոնց որ կասենք, ինձ հետ դեպք պատահեց ու ըստ այդ դեպքի հիման վրա ես մի փոքր ընդմիջեցի։ Իսկ դուք չեք ուզում շարունակեք դիզայնի գործունեություն, ասենք, աշխատանքը։ Անկեղծ ասած, ես մինչ այս պահը շարունակում եմ, ես չեմ հիասթափվում երբեք իմ դիզայնի աշխատանքից։ Ուղղակի ես ապրում եմ Իրանով։ Բայց քանի որ չունեմ ոչ մի հնարավորություն, ոչ մի կերպով ես կարողանամ վաճառքային փոքրիկ տեղ ունենալ իմ աշխատանքները ներկայացնելու համար, դրա համար գտնում եմ, որ հնարավոր չի այդպես շարունակել։ Սիրապի, դուք տեսաք նմուշները, ինչ խորհուրդ կտաք մեր Լիանային։ Առաջին հերթին կարելի է դիմել տարբեր հերթականական սրահներին։ Ես գիտեմ անձամբ, որ իրենք աշխատում են նաև պայմանագրային հիմունքներով, այսինքն դուք կարող եք իրենց մոտ չլինել ամբողջ օրը, վերցնեք պատվեր, բաժակներ, տարոսիկներ պատրաստելու, հարսանեկան արարողության տարբեր պարագաներ պարտադիր, որոնք միշտ լինում են, մոմեր եւ այլն եւ այլն։ Ու այդպես աշխատել։ Դրա առավելություններից մեկն էլ այն է, որ կարող եք միաժամանակ մի քանի սրահների հետ աշխատել։ Ուղղակի, եթե ես որևիցե մի աշխատանք ես մի խանութի տամ, իրանք մի հատը վերցնում են, երկրորդը արդեն իրանք են անում։ Երկրորդը չեն վերցնի, երբեք։ Լինի դա հարսանյաց սրահ, լինի դա խանութ։ Դուք մի տեսակ հուսահատված եք, կոտրված։ Գիտեք ինչի, կոտրված եմ ուղղակի ես իմ երկիրը շատ եմ սիրում, բայց ուղղակի այնպես եմ կոտրվել, որ ես չեմ ուզում այստեղ մնամ։ Ու չգիտես ինչի, երբ ես դիմեցի ձեզ, ու շատ անակնկալ, ինձ համար շատ ահավոր անակնկալ մի զանգ եմ ստացել, դա Տիկին Սարգսյանի, Ռիտա Սարգսյանի զանգն էր, որ քաղաքապետարանին ինքը հրաման ա տվել, որպեսզի իրենք զբաղվեն իմ հարցով, այսինքն այնտեղը, որտեղի համար, որ ես 4 տարի պայքարեցի, իրենք ինձ մերժեցին, ասելով, որ դա կանաչապատման մեջ է գտնվում, բայց դա չի գտնվում կանաչապատման մեջ։ Հիմա այդ խնդիրների մեջ եմ։ Հիմա դուք ուզում եք գնաք արտասահման եք էլի ուզում գնալ։ Չէ, արտասահման չեմ ուզում եմ Ռուսաստան գնալ։ Չէ, ուզում եմ ասել, ուզում եք էլի գնալ, իսկ տիկինիկը բայց վերադառնամ։ Բայց դուրս եթե գնաք, այնտեղ հնարավորություն ունենալու եք ինքներդ որոշումներ կայացնելու։ Այո, իհարկե։ Իսկ ինչի միջև հիմա չեք գնացել։ Ուղղակի ես մինչ օրս ես գտնվում եմ բուժման մեջ, այնպես չի, որ ես կարող եմ թողել իմ բուժումը։ Առաջնահերթ իմ համար ամենակարևորը իմ բուժումն է, որ ես
Լիանա ջան, գիտեք, ես ասեմ մի բան, որը ձեր աշխատանքի հետ այդքան հիմա կապ չունի, բայց որը հիմքնա ձեր արդյունավետ աշխատելու, ուրեմն ինչքան դուք ներվայնանաք եւ լարվեք, այդքան ձեր բուժումը կդանդաղի։ Բայց Լիանա, ի վերջո դուք ստացել եք բազմաթիվ առաջարկներ եւ Ռիտա Սարգսյանի կողմից բավականին լուրջ եւ պատրաստվում եք գնալ գործատուների մոտ եւ քաղաքապետարանի հետ եք համագործակցել, ինչու եք այդպես հիասթափված։ Անկեղծ ասած մռայլ չի մոտեցումս, ուղղակի մի փոքր հնարավոր է այդպես է ինքը թվում, բայց փորձում եմ ես ինչքան հնարավոր է ես ուրախ մնամ, չկենտրոնանամ մռայլ բաների վրա։ Այսինքն առողջությունը էլի ինքը առաջ է գնում, բուժումը շարունակվում է, բայց դրա հետ մեկտեղ հարկավոր է նաև աշխատել։ Իհարկե, ու աշխատանքը շատ բան կօգնի ձեզ ավելի օպտիմիստ զգալ եւ լավ զգալ։ Լիանա ջան, դուք ստեղ գրել եք վստահ եմ ինքս ինձանով։ Մի հատ բացատրեք ինչ եք ուզում դրանով ասեիք։ Ես դա նկատի չունեի, որ վստահ եմ ինքս ինձանով։ Իսկ ժամանակ բացատրեք խնդրեմ Լիանա ջան։ Ուրեմն ես վստահ եմ ինքս ինձանով, այսինքն ես վստահ եմ, որ ես կարող եմ ամեն պարագայում դուրս գալ այդ իրավիճակից։ Որ Ինչպիսի իրավիճակ ուզում է ստեղծվել, այսինքն եթե ես որևիցե մի նեղության մեջ եմ գտնվում, տվյալ պահին։ Լիանա ջան, բայց դուք ձեզ հակասում եք, դուք քիչ առաջ ասեցիք, որ դուք տանում եք հարսանյաց սրահներին եւ այլն ձեր նմուշները եւ հետո ձեզանից չեն վերցնում։ Հիմա դուք այդ սիտուացիայի մեջ ճկունությունը օգտագործելով չեք, դուք ջղայնությամբ եք, չէ՞ դրա մասին հիշում եւ պատմում։ Բա ոնց ուզում եմ ասել, որ ձեր մի ասածը եւ մյուս ասածը հիմա եթե մենք իրար կողքի ենք դնում, իրանք հակասում են։ Իրանք ճիշտ եք ասում, որ հակասում են, բայց իհարկե ջղայնանում ես, երբ որ գործ անում ես ու տեսնում ես, որ Լիանա ջան, իսկ ինչի եք ջղայնանում։ Ջղայնությամբ դուք բան եք փոխում։ Չեմ կարծում մեր երկրում հնարավոր է ինչ-որ բան փոխել, որովհետև Չէ, թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվել։ Եթե մարդը չի կարողանում փոխվել դժվար պայմաններում, ուր էլ նա գնա, նա չի կարողանա փոխվել։ Իհարկե, իսկ դուք ինչ խորհուրդ կտաք Լիանային, որպես մասնագետ դիզայներ։ Լիանան 2013 թվականի քաղաքային տոնածառի խաղալիքների հեղինակն է։ Ունի առաջարկ քաղաքապետարանից։ Իր աշխատանքային կարիերայով եւ կյանքով զբաղվում է առաջին տիկինը։ Կներեք, բայց ես խորհուրդ չունեմ։ Անկեղծ եմ ասում, որովհետեւ եթե այդքան բան ես ունենայի, չգիտեմ։ Ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ կարիերան զարգանում է շատ ճիշտ եւ շատ լավ ուղղությամբ, շատ չափազանց, այսինքն այս պահին դուք ունեք նման հեռանկարներ, հեռանկարային առաջարկներ եւ մտածում եք արտասահման գնալու մասին, ինձ համար մի փոքր անկեղծ եմ ասում, տարօրինակ է։ Գուցե արտասահման գնալը աշխատանքի հետ կապ չունի։ Ես երբեք իմ երկրից դուրս չեմ տեսել, որ կարողա լինի իմ համար լավ։ Էլի հակասություն։ Քիչ առաջ ասացիք ուզում եմ դուրս գամ։ Ես ուզում եմ դուրս գալ, ուղղակի երբ որ մարդ դուրս է գալիս եւ ներս է գալիս, իրան ընդունում են արդեն ուրիշ ձև, իսկ հիմա ես այստեղ ես կարողա շատ յուրահատուկ աշխատանքներ անեմ, ամեն ինչ անեմ, բայց ինձ չեն նկատում։ Կապ չունի, որ ես Ռիտա Սարգսյանը ձեզ առաջարկա դա չնկատելն է։ Եթե այդքան մարդկանց մեջ ձեզ նկատել են, ձեր աշխատանքները նկատել են, մոտեցել են, առաջարկություն են արել, այդքանից հետո դուք ասում եք, որ ձեզ չեն գնահատում Հայաստանում։ Ախր Հայաստանը շատ լավ երկիր է։ Մենք մեր աշխատատեղերի բազայից Լիանա Մելքոնյանի համար առանձնացրել ենք 3 դիզայների աշխատատեղ եւ 3-ն էլ բավականին հանրաճանաչ կազմակերպություններ են դիզայներական խմբերում։ Եվս մեկ քայլ ձեզ կայանալու համար։ Դուք պատրաստ եք գնալ գործատուների մոտ։ Այո, իհարկե պատրաստ եմ։ Գնացինք։ Գնացինք։ Դե ուրեմն գնացինք։ Մեր հերոսուհու պրոբլեմը իհարկե սկսվեց այն ժամանակ, երբ որ նա տարավ այդ վթարի հետևանքները եւ այն պահը, որ նա ինչ-որ մի բան ժամանակին չի կարողացել անել եւ որ նա ուշանում է իր ժամանակից, դա իրեն խանգարում է հաշտվել ներկայիս սիտուացիայի հետ։ Ինքը ավելի շուտ հոգեբանական խնդիր է, քան իհարկե աշխատանք փնտրելու խնդիր։ Ես ցանկանում եմ, որ մեր հերոսուհին գտնի իր մեջ ուժ եւ վերադառնա այս ժամանակները։ Չեմ պատկերացնում ինչպես կարելի է ունենալ նման հնարավորություններ կյանքում ու դրանք չօգտագործել, չզարգացնել ու չգնալ առաջ։ Այստեղ խնդիրը այլ է։ Ոչ մի պրոֆեսիոնալ ու մասնագիտական խնդիր Լիանան չունի։
Բան ու գործ հաղորդման շրջանակներում առաջարկում ենք հետևյալ թափուր աշխատատեղերը. Առաքիչ 100,000 դրամ, համակարգչային դիզայներ 80,000 դրամ, հեռախոսավարուհի 60,000 դրամ։ Մասնագիտություն ստանալը նշանակալի չափով բարձրացնում է արտասահմանում աշխատանք գտնելու դիրքորոշումը։ Եթե սովորելուց առաջ արտասահմանում աշխատանք գտնելու դիրքորոշում ուներ տեխնիկական մասնագիտությունների շրջանավարտների 23,9%, ապա ավարտելուց հետո 48,4%։ Կառավարչական մասնագիտությունների դեպքում այդ ցուցանիշը 28,2%-ից աճում է մինչև 45,4%։ Իսկ հումանիտար մասնագիտությունների դեպքում 22,ից մինչև 32,1%։ Ֆայնա դիզայն ստուդիո, դիզայներ, պարտականությունները, կատարել հագուստների և աքսեսուարների ձեռագործ աշխատանքները։ Աշխատանքը ազատ գրաֆիկով է, թեկնածուն 1 ամիս պետք է փորձաշրջան անցնի, որին կհետևի աշխատանքը։ Մենք գտնում ենք Ֆայնա դիզայն ստուդիոյում։ Այստեղ գտնում է ձեր առաջին գործատուն։ Շատ ուրախ։ Հիմա մենք խոսենք տնօրենի հետ, հարցազրույց կանցնենք։ Ավարտվեց հարցազրույցը։ Այո, ավարտվեց։ Մի քիչ սպասեք ինձ, ես մտնեմ տնօրենին։ Կարելի է։ Բարև Այդպես համեցեք։ Ինչպես անցավ հարցազրույցը, բավական երկար տևեց, հետաքրքիր զրույց եք վարում։ Շատ հետաքրքիր աղջիկ է ու շատ պոզիտիվ, ոչ միայն աշխատանքից զրուցեցինք, այլ մի քիչ կյանքից եւ այլն, ինձ շատ ինքը դուր եկավ որպես մարդ առաջի հերթին։ Իմ համար շատ կարևոր է, երբ որ աշխատանքի, գիտեք, ամեն ինչ կարելի է սովորացնել։ Իհարկե, բացի մարդ լինելուց։ Բացի մարդ լինելուց։ Այդ մի ամենակարևոր հատկանիշ, ինքը ունի, բայց աշխատանքի մեջ իրը պետք է, քանի որ ինքը կարել չգիտի, բայց աշխատել է դիզայներական, ինքը ունի handmade աշխատանքներ, ինքը ունի տարոսիկներ ասարկել եւ այլն, ես իրեն առաջարկեցի օգնի մեզ աքսեսուարների արմով, այո, պետք է փորձել։ Ես չեմ ուզում ոչ մի կոնկրետ խոսք տամ, որովհետև ինքն պետք է պատկերացնում եք փորձաշրջան անցկացնել։ Փորձաշրջան, որի համար վճարելու եմ։ Այդ չի քննարկվում, ես մաքսիմում 2 օր կարող եմ փորձաշրջան լինի, եթե չեմ վճարում 2 օրից բացի անպայման վճարվում է։ Այսինքն դուք պատրաստ եք ընդունել աշխատանքը։ Այո։ Շատ լավ է, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լիանա ջան, դու տնօրենին շատ դուր եկար։ Հարցազրույցն լավ անցավ, ինքը շատ մեծ հաճույքով կընդունի քեզ աշխատանքի։ Իսկ քո կարծիքը ինչպիսին է Ֆայնա ստուդիոյի մասին։ Իմ կարծիքով կարելի է համագործակցել, տնօրենը նմանապես ինձ շատ դուր եկավ, կարելի է մտածել։ Այսինքն դուք պատրաստ եք։ Իսկ մթնոլորտը ձեզ դուր եկավ։ Մթնոլորտը ջերմ էր, հաճելի էր, իհարկե։ Մենք ունենք դեռ երկրորդ եւ երրորդ գործատուն, այժմ մենք գնում ենք երկրորդի մոտ։ Գնացինք։ Շատվերյան Fashion Studio, դիզայներ, պարտականությունները, հագուստների, գլխարկների եւ պայուսակների վրա կատարել աքսեսուարների փակցնում։ Այստեղ գտնում եք քո երկրորդ գործատուն, Շատվերյան Fashion Studio։ Լավ անցավ հարցազրույցը, ամեն ինչ նորմալ էր։ Հարցազրույցը լավ անցավ, տեսնենք։ Լիանա ջան, մի քիչ սպասեք ինձ, ես տնօրենի մոտ մտնեմ, միասին կգնանք հետո։ Եղավ։ Ինչ տպավորություն թողեց ձեր վրա Լիանան եւ ինչով ավարտվեց հարցազրույցը։ Շատ լավ տպավորություն թողեց, սակայն ինքը զգեստի եւ զգեստի դիզայնի հետ կապված աշխատանք չէր անում, այլ ինտերիերի հետ կապված ավելի շատ, եւ կփորձեմ նրան էլ օգտակար լինել, քանի որ շատ պատվերներ եմ ունենում հարցի զգեստի հետ կապված եւ շատ անգամ հարցնում են, թե որտեղ կարող են դիմել աքսեսուարներ, դիզայնի տեսանկյունից տարոսիկներ եւ այլն պատրաստելու համար եւ ես սիրով կփոխանցեմ նրա հեռախոսահամարը։ Եվ կարող եք հաջող Անպայման իհարկե։ համագործակցություն։ Այո։ Շնորհակալություն։ Ձեզ հետ։ Տեսնենք։ Ինձ թվում է մեր համագործակցությունը կստացվի այն դեպքում, երբ որ լինի իմ ուղղությամբ պատվերներ, ոչ ասենք հագուստի հետ կապված, քանի որ ասենք դիզայներության մեջ ես հագուստի ոլորտում չեմ։ Դա իհարկե մշտական աշխատանք չէ, բայց
պատվերները դուք կարող եք երևի միշտ իհարկե։ Ինձ թվում է մենք որոշ չափով կարող է եւ համագործակցենք։ Շատ լավ։ Գնանք մեր երրորդ գործատուի մոտ, տեսնենք ինչ է մեզ սպասում այնտեղ։ Ատելյե 51, դիզայներ, պարտականությունները, իրականացնել դիզայներական տարբեր աշխատանքներ։ Մինչ աշխատանքի անցնելը թեկնածուին կտրվի առաջադրանք, որի արդյունքում էլ գործատուն որոշում կկայացնի։ Մենք մոտենում ենք ատելյե 51, այսօր գտնվում է մեր երրորդ գործատուն։ Նորից պետք է անցնենք հարցազրույց։ Պատրաստ եք։ Այո, իհարկե։ Բարև ձեզ սարան։ Հաճելի է ձեզ տեսնել։ Նմանապես, համեցեք։ Կուզենամ իմանամ Լիանան սովորել է արդյոք ունի կրթություն այս ասպարեզում, թե ինքնուսա ու զբաղվում ուղղակի նախասիրություն, որպես նախասիրություն։ Սովորել եմ, ավարտել եմ մանկավարժ նկարիչի մասնագիտությունն եմ տիրապետում, իսկ դիզայներական առումով ինքնուսա իմ մոտ ուսուցում չեմ ստացել հատուկ։ Նկարիչ լինելն է քիչ բան չի ունենալ նկարչի աչք, կարծում եմ։ Իսկ ունես ինչ-որ աշխատանքներ կամ պրակտիկ փորձ այդ ոլորտում աշխատել ես ինչ-որ տեղ։ Չէ, չեմ աշխատել տվյալ ոլորտում, ասենք ինչ-որ հատուկ տեղ, բայց ասենք ունեմ պատրաստած ձեռքի պայուսակներ, որոնք ինքս եմ պատրաստել, ինձ թվում է ստացվել է։ Իսկ կարող ենք տեսնել, թե այս բանը չկա։ Չէ, այս բանը չեմ կարող ցույց տամ, որովհետև ամբողջ տանն է։ Լենա, պատմեք ձեր փորձի մասին։ 2013 թվականի Մայր տոնածառի խաղալիքների հեղինակն եմ եղել ինքս, բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել, Գործարար Հայուհի ցուցահանդեսին քաղաքապետարանում եմ մասնակցել, Խաչվերաստոնի ցուցահանդեսին Սևանում եմ մասնակցել եւ նմանատիպ բազմաթիվ Ինչ աշխատանքներով։ Ձեռքի աշխատանքներ են, տարբեր մատերիալներից, իրանք կտոր չեն։ Իսկ ինչպես ես տեսնում էր համագործակցությունը, ինչով կարաս օգտակար լինես մեզ sense հարցնա։ Ինձ թվում է, եթե դուք ինձ առաջարկեք որևիցե մի խնդիր, ես փորձեմ լուծել տվյալ խնդիրը, ըստ իմ լուծած խնդրի դուք արդեն կհասկանաք, արդյոք մեզ մոտ կստացվի համագործակցություն, թե չէ։ Լավ, շատ բարի կհետևենք այդ խորհրդին, երևի տենց է կվարվենք ու կհասկանանք, կարողանանք համագործակցել, թե չէ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Մենք հանդիպեցինք 3 գործատուների հետ։ Առաջին գործատուն համաձայն է համագործակցել ձեզ հետ։ Երկրորդը ասեց, որ կկապնվի։ Երրորդ գործատուն առաջարկեց խնդիր, որի լուծումը կազդի նրա որոշման վրա։ Դու ո՞ր տարբերակը կընտրել, որը քեզ ավելի հարազատ է եւ մոտ։ Ինձ թվում է, ինձ 3 տարբերակներից 2-ը կհամապատասխանի, այսինքն որոշ առումով կարող է ինքը համապատասխանի իմ մասնագիտության հետ, քանի որ ասենք պետքա դեռ մենք որոշ խնդիրներ լուծենք, որպեսզի առաջինը Ֆայնայի մոտ եւ երրորդը Նիկոլյանի մոտ։ Եվ Նիկոլյանի մոտ, որպեսզի տեսնենք արդյոք մեր խնդիրները կարող ենք մենք միասին լուծել, թե չէ, կարող ենք համագործակցել, թե չէ։ Դրանից է կախված մեր։ Եվ դրանից կորոշվի ձեր ընտրությունը։ Այո, դրանից կորոշվի մեր հստակ որոշումը, որ մի գործատուի մոտ կաշխատենք։ Շատ լավ, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կստացվի։ Հուսանք։ Գնաց։ Եթե վստահ եք ձեր ուժերին եւ ուզում եք լքել գործազուրկների շարքը, զանգահարեք 060 50 33 17 հեռախոսահամարով, գրեք նամակներ էլեկտրոնային հասցեին կամ Facebook-յան մեր պաշտոնական էջին։ Շարունակեք որոնել եւ դուք էլ կգտնեք ձեր բանու գործը։